Բարի լույս, ինչպես երեք խոստացել էի, մեր ուղիեթերները շարունակվում են, մի քանի վայրկյան էլ համբերենք, կարծես աշխատում է, հուսով եմ աշխատում է, բարի լույս, հայրենիքում բնակվող հայության, մոտակա աշխարհագրական հատվածում, Միջին Արևելքում, ճիշտ նաև արդեն Եվրոպայում, նաև բարի երեկո օվկիանոսից այն կողմ գտնվող մեր հայությանը։ Այսօր ցերեկ կգիսվեմ մի լավ դեղեցությամբ եւ խոսենք նաև մեր գործերից, անելիքներից։ Սակայն մինչև այդ, ինչպես նկատեցիք եւ նկատել եք, երբ մենք թիմում ենք մեր ժողովրդին, անպայման սպիրկը ներառյալ նկատի ունենում ենք, որտեղ համոզված ենք, որ առանց սպիրկի ներգրավման այս պայքարի մեջ մեզ չի հաջողվելու մեր նպատակին հասնել։ Այս դեպքում նպատակ ասելով ես նկատի ունեմ ազգային պետության ստեղծմանը։ Մենք այժմ փուլերից մեկում ենք գտնվում դեպի այդ նպատակը։ Շատ կարևոր փուլ եւ հնարավորություն է, որին պետք է հնարավորինս դատախվել, ներգրավվել, ներքաշվել եւ միայն այդ դեպքում վստահ պետք է լինեք, որ հնարավոր կլինի արդյունք արձանագրել։ Սպիրկի մանավանդ նախընտրական այս փուլի սկիզբի շաբաթը 10 օրը շատ եմ կարևորում սպիրկում այն հայրենակիցները, որոնք համագրում են բևերին, պատրաստ են աջակցել մեզ, լինեն հնարավորինս ակտիվ։ Հայտնի ձևերով, միջոցներով կխոսենք այդ մանրամասնությունն, բայց կարճ եթե փորձենք հիշել, շատ կարևոր է այս ժամանակահատվածում սպիրկի մեր հայրենակիցները իրենց հարազատներին, բարեկամների հետ այստեղ կապ հաստատեն, տեղեկացնեն, սկսելու համար, որ բևերը մասնակցում են ընտրություններին, տեղեկացնեն, որ իրենց հարազատներ, բարեկամներ, ընկերներ եւս դարածեն հայության Հայաստանում, որ այժմ սասնածռերի տղաներից մի մասը գտնվում են բանդում, որտեղ պատկերացրեք հայրենիքում բացարձակ մեծամասնություն դակավին տեղյակ չէ, որ մեր տղաները Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ այժմ գտնվում են բանդում։ Շատեր կարծում են նրանք ազատության մեջ են։ Այս բնականաբար այս նախընտրական առիթը պիտի նաև օգնի, որ այս տեղեկությունը տարածվի եւ ժողովուրդը հասկանա, որ այս վերջը ինչա տեղի ունեցել 20 թվականից այս կողմ, մասնավորապես 22 թվականից այս կողմ, դա ինչ այս ռեժիմը ինչ խոստումներով սկսեց եւ մեզի որտեղ են հասցրել։ Շատ են կարևորում այդ դեղեցությունը, որ տղաները այժմ գտնվում են բանդում, դա այնքան օգնելու է, որ մեր ժողովրդի մի մասը, այսպես իրենց մտքում, իրենց սրտում, հոգում ինչ որ շարժ տեղի ունենա եւ հասկանան, որ իրենցից եւս բան է գախյալ, պետք է ինչ որ ուղղությամբ պետք է քայլ կատարեն։ Խոսքով սպիրկի թերակատարման մասին ես դակավին առաջիկա օրերին եւս կխոսեմ ավելի մանրամասն, թե ինչպես են կազմակերպվելու, որ այս փուլին ունենանք հնարավորինս արդյունավետ օժանդակություն։ Վերադառնալով լավ լուրին, հետևյալն է, որ նոր չէ, ասենք արդեն կարող եմ ասել առնվազն մի քանի շաբաթ է, մենք տարբեր աղբյուրներից վստահաբար կարող ենք ասել նաև մի քանի աղբյուրները հավաստի աղբյուրներից մենք տեղեկություն ենք ստանում, որ բևերը, ներքաղաքական ուժը Հայաստանում ունի այնքան հենարան, որ մուտք գործելու, ազգային ժողով մուտք գործելու ներուժ ունի։ Այս տեղեկությունը մեզ հասնում է
տարբեր աշխարհաքաղաքական ուժերի, կենտրոնների, ուսումնասիրությունների, այդ ուսումնասիրությունից այսպես ասած դուրս բխած տեղեկությունները ինչ ծևերով բարեբախտաբար նաև մեզ հասնում է եւ ինչպես ասացի, մեկ աղբյուր չէ, երկուս չէ, ավելին է գլխավոր Հայաստանում մեր տարածաշրջանում գլխավոր մեծ խաղացողների մոտ արգա է եզրակացություն, որ մեր քաղաքական ուժը անցողիկ ուժ է։ Շուշտ եթե կարողանանք մենք առնվազն ինչպես քանի օր է շեշտում եմ, հասցնել մեր ժողովրդին, որ մենք մասնակցում ենք ընտրություններին։ Ինչ որ չափով երևի այս միտքը շատ բարձունակ է հնչում, բայց պատկերացրեք այնքան կարևոր է, որովհետև աղմուկը այնքան մեծ է, ԶԼՄ-ների այս երկար ժամանակ վերահսկողությունը, բոլորս գիտենք ինչպիսի վերահսկողությունը եւ մեր նկատմամբ բլոկադան, սակայն այժմ, քանի որ նախընտրական օրեր են, կա հնարավորություն այդ նույն ԶԼՄ-ների միջոցով վերջապես մեր մասին ժողովուրդը իմանա ինչ որ պետք է։ Ոստի այն տեղեկությունները, որ մերթ ինչ որ սոցիոլոգիական հարցումներ դնում են շրջանառության մեջ, ինչ որ դոգոսներ են հրապարակում, բոլոր պետք է հասկանաք, որ այդ ամենը նպատակ ունի, դրանք ոչ թե սոցիոլոգիական հարցումներ են, դրանք ավելի շատ քարոզչական գործողություններ են, ավելի շատ քարոզչությամբ են նրանք զբաղված եւ գարձիկ ձևավորելով են զբաղված։ Հասկանալի է, բոլորս հասկանում ենք, որ բադվերներ են լինում, մեծ ֆինանսների մասին է խոսքը, բադվիրում են եւ իրենց ուզած թվերը դնում են շրջանառության մեջ, բնականաբար այդտեղ բևերը չի երևում կամ եթե երևում է շատ չնչին դոգոսով։ Մենք անշուշտ իմանալով այս տեղեկությունը, չէ նաև մենք եւս զգում ենք գետինը, վստահ ենք, որ անցողիկ ենք, սակայն մենք մեր թիրախը պետք չէ լինի ընդամենը հաղթահարելը 4%-ը, մենք պետք է շատ ավելին ցկտենք, որովհետեւ մեր նկատմամբ բլոկ անելը, մեզ խանգարելը մուտք գործելու արդեն բացառվի։ Վերադառնալով այս երեկվանից սկսած իմ այս ուղիղ եթերների շարքին, կարող ենք ասել այս շարքի նպատակն է նախընտրական այս փուլում մեր ներուժի, այսինքն մեր ժողովրդի այն հատվածը, որը պատրաստ է օժանդակել մեր քաղաքական ուժին, այդ ներուժի գազմագերբմանը պիտի ծառայեցնենք այս ամենօրյա մի քանի րոպե ցեր հետ ունեցած իմ զրույցը պիտի ծառայեցնենք գազմագերբվելուն, մենք հասկանում ենք, որ մեր ներուժը գամավոր ներուժ է, ուստի քանակը այնքան պիտի շատացնենք, որպեսզի կարողանանք ամեն օր քարոզչությունը հնարավորինս լիարժեք իրականացնել հայրենիքում։ Չեմ շեշտում գամավոր է եւ քանակը ավելացնել, որտեղ բոլորս հասկանում ենք, որ եթե ռեսուրսը գամավոր է, մարդիկ ունեն աշխատանք, անձնական հոգսեր, վազվզոց եւ պիտի կարողանան եւ անել, բոլորը չէ որ միշտ կարողանալու են ամեն օր զբաղվել այս կառուցչական աշխատանքներով, ուստի եթե քանակը ավելանում է, մենք կարողանում ենք որոշ ժամանակացույց ձևավորել եւ շատ ավելի մեծ ներուժով զբաղվել իրազեկման աշխատանքին, քարոզչությանը։ Ես անշուշտ ավելի մանրամասն գխոսենք ինչ է նշանակում այդ ներուժի գազմագերբումը, այժմ ես ռոբեներ անց ներքևը ուրեմն կոմենտների բաժնում կդեղադրեմ երկու հղում, որոնք ուղղակի կապ ունեն մեր գազմագերբվելուն, մեկը առաջինը վերաբերում է ուրեմն ինչպես աչակցել այս փուլում, այս քարոզչական փուլում մեր հայրենակիցները ինչով կարող են աչակցել, այդ մանրամասնությունները այնտեղ նշված է էլեկտրոնային այդ հղումում եւ մարդիկ կարող են այնտեղ ցուցակագրվել եւ երկրորդ հղումը վստահված անցանց ցուցակագրումն է, որը արդեն մի շաբաթից ավել է դրել ենք շրջանառության մեջ, դա եւս այսօրվանից պետք է այդ վստահված անցանց բանակը ձևավորենք։ Այս երկու հղումների
փոխանցության մասին ավելի մանրամասն առաջիկա օրերին խոսենք եւ այսօր բավարարվենք այսքանով եւ նորից ուզում եմ հիշեցնել այն փաստը, որը մենք ինչպես ասեցի նաեւ հավաստի տեղեկություններ որ ստացել ենք գա մեծ հնարավորություն վերջապես մուտք գործելու ազգային ժողով, ուստի պիտի խնդրեի բոլորիցս, մասնավորապես հիմա այս օրերին ես անընդհատ պիտի հիշադակեմ Սփյուռքի մեր հայրենակիցներ, որոնք հազարավոր են այս տարիների ընթացքում հազարավոր հայ մարդիկ Սփյուռքից օժանդակել են մեզ, մնում է այդ մարդիկ ամեն օր մի քանի րոպե դրամատրեն եւ հայրենիքում իրենց ունեցած գաբերը ակտիվացնեն իօգուտ մեր պայքարին։ Առայժմ այսքանը, մինչ վաղը, շնորհակալություն։